հնդեվրոպական մայր լեզուն հայերենն էր։ Ամեն ինչի սկիզբը հայերենն էր։ Անպայման։ Աշխարհում հայտնի է, որ բիբլիական դրախտը Հայաստանն է։ Գրերին ցույց էին տալիս տունը, որտեղ ապրում էին Ադամն ու Եվան։ Արեմիկ գյուղի շրջակայքում երկու բլուր կան։ Մեկը Կայենի գերեզմանն է, մյուսը Աբելի գերեզմանն է։ Ատրպատականից էլ հենց առաջացել է Ադրբեջան անունը։ Առհասարակ մենք իրոք պարադոքսալ ազգ ենք։ Անտարբեր ենք այո։ Անջատված ենք այո։ Ասֆալտը ամաչում ես քո Ռուսաստանից եկած հյուրին ցույց տալ։ Խայտարակություն։ 90-ականների տղաները լուրջ եմ ասում, այսքան դանակով պատրաստ էին, ասում էին հելեք ցույց տվեք, տանկը ուր է գնա։ Մենք ազգից վերածել ենք քաղաքացու։ Հայից փախչել է պետք կռվի դաշտում։ Թուրքը այդքան ապուշ չի։ Այսօր մեր տարածքը 30,000 քառակուսի կիլոմետր չի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր չափազանց հետաքրքիր զրույց է լինելու։ Ես կասեի նույնիսկ սենսացիոն բացահայտում մեր հյուրի հետ, ում եւ սիրով ներկայացնում եմ քարտեզագետ Գրիգոր Բեգլարյան։ Բարև ձեզ, պարոն։ Շնորհակալություն, որ հյուրընկալվել եք։ Շնորհակալություն կարևերի համար։ Հետաքրքրեցի։ Իմ վատ գործն արեցի արդեն։ Մնացածը բոլոր ծանր բեռը, այո, պատասխանատվության։ Պարոն Բեգլարյան, նշում եք, որ Հայաստանից է սկիզբ առել աշխարհը, առհասարակ, հա, աշխարհի սկիզբը Հայաստանն է։ Շատ լավ է հնչում, բայց մի քիչ խնդրում եմ ավելի մասնագիտորեն բացահայտեք։ Ես սկսեմ մի այնպիսի թեմայից, որի պատասխանը բավական աղոտ է, բայց ուրիշ պատասխան չկա։ Երբ որ խոսվում է շատ հին վաղնջական ժամանակների մասին, կապ չունի խոսքը գնում է Հայաստանի տարածքի մասին, թե աշխարհի որևէ այլ տարածքի մասին, կապ չունի հայերենի մասին է խոսքը գնում, թե աշխարհի որևէ այլ լեզվի մասին, այդ ժամանակները 5, 6, 7, 10,000 տարվա առաջվա պատմությունը ոչ մի բանով չես կարող ոչ ապացուցել քո ասածը, քո վարկածը, ոչ էլ ժխտել։ Հավանականության տոկոսի մասին է խոսքը, սա ավելի հավանական է, սա քիչ հավանական է եւ այլն, որտեղ այստեղ անգամ հնագիտական պեղումները չեն կարող օգնել, որովհետեւ հնագիտական պեղումներն էլ վաղեմության ժամկետ ունեն։ Այն ինչ որ այսօր Պորտասարում օրինակ մեր Արևմտյան Հայաստանում, որը թուրքերը Գյոբեկլի թեփե են անվանում, այն ինչ որ գերմանացիք այնտեղ են հայտնագործում 5, 6, 7, 10,000 տարվա մաքսիմում գտածոներն են։ Ես աշխատում եմ տեղանունների հետ։ Տեղանունը կարող է 40,000 տարվա լինել, կարող է 50,000 տարվա լինել, այսինքն հենց մարդը կոպիտ ասած դարձել է մարդ, նեանդերտալյան կամ որևէ մի այլ կիսակապիկյան վիճակից, հենց դարձել է մարդ, արդեն իրեն տարբերում է մնացած կենդանիներից խոսքը։ Խոսքի մեջ էլ ինքը արդեն ի հայտ է գալիս անունը, տեղանունը, ինչ որ իրերի անունները, չէ որ լեզվաբանները ասում են, ինչքան որ մեկ վանկանի բառերը շատ են լեզվի մեջ, այնքան լեզուն հին է, որովհետև առաջինը նոր ձևավորվող խոսքի մեջ մի վանկանի պարզ ինչ որ հնչյունների կամ վանկերի մասին կարող է լինել խոսքը։ Չխորանալով իհարկե այդ ամեն ինչի մեջ, իմ զենքը տեղանունն է։ Տեղանունը շատ հզոր զենք է, եթե իրեն ճիշտ կարողանաս օգտագործել, եթե նախ եւ առաջ ցանկանաս օգտագործել եւ ունենաս այն գործիքակազմը, որով
տեղանունը կարող ես տեղորոշել, մաքրել իր հետագա դարավոր, այսպես ասած, շերտերից, փոշիներից եւ այլն եւ այլն։ Ես օրինակ մի փոքր օրինակ բերեմ, օրինակ Հրազդան տեղանունը, որը շատ քչերը գիտեն ստուգաբանությունը այդ տեղանվան, այնինչ ինքը ապացուցում է առնվազն 12000 տարեկան Հայաստանը։ Հրազդան տեղանունը բաղկացած է 3 վանկերից, 3 մասերից՝ հուր, ազն, դան։ Հուրը կրակն է, ազնը դյուցազն ազնավուր բանն է, Նասլեդնիկ ռուսերեն ասած ժառանգորդ եւ դանը թե վանջական հայերենում թե մնացած մյուս հնդեվրոպական լեզուներում ջուր կամ գետ է նշանակում ջրհոս հիմա ստացվում է որ ջուր որը ժառանգվել է կրակից կամ ջուր կրակի ժառանգ ինչ է ստացվում երկրաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտավորապես 12000 տարի ավելի ճիշտ ներողություն, մոտավորապես 12-րդ հազարամյակում Քրիստոսից առաջ, այսինքն 14000 տարի առաջ, Սևանը փակ ավազան էր, Սևանը հոսք չուներ Սևանալիճար, այսինքն Հրազդան գետը դեռ գոյություն չուներ, եւ Գեղամա լեռներն ու Փամբակի լեռները Արչանոց լեռներով միասին միանում էին լրիվ օղակ էր լեռների Սևանի շուրջ եւ հենց 12-րդ հազարամյակում հրաբխային գործունեության արդյունքում բացվում է այդ արանքը կոպիտ ասած եւ Սևանից հոսք է առաջանում դեպի Արաքս այսինքն Հրազդան գետը եւ դա տեղի ունեցել 12-րդ հազարամյակում Եվ գետը Հրազդան, հա։ Այո, Սևանից Հրազդան, Սևանից Արաքս, Հրազդան գետը դարձավ հոսք։ Եվ գետի անունը դրեցին հայերը 14000 տարի առաջ։ 12-րդ հազարամյակում Քրիստոսից առաջ։ Այսինքն մենակ այդ անունը այսպես ավելի ուժեղ է հնչում եւ ավելի ուժեղ բան է գործոն է քան ասենք օրինակ չգիտեմ դվինի պեղումները կամ թեկուս Պարոն Բեգլարյան, ես ինչ լավ բան ասացիք, փաստորեն ես պատանի հասակում լողացել եմ 14000 տարեկան գետում տարեկան անուն ունեցող գետ եւ դա մաքսիմումը Հրազդանը մեր զանգուն է, էլի։ Զանգուն է, հա, կներեք, այլ օտարածին բառի համար։ Գիտեք, մի քիչ այդ օտարածին առհասարակ հասկացողությունը, եթե չեմ սխալվում, մենք անցած մեր զրույցի մեջ նաև դրան անդրադարձանք Ղարաբաղ, Զանգեզուր, այդ օտարածին հասկացողությունը մեր հայերից ցավն է, որովհետև օտարածին բառ չկա աշխարհում։ Աշխարհի որևէ լեզվի մեջ օտարածին բառ գոյություն չունի։ Բոլորը ունեն հայերեն իրենց ստույգ, այսպես ասած, նախնին, նախաձևը, նախաիմաստը եւ այլն եւ այլն։ Բոլոր անգլերենը վերցրեք, հնդեվրոպական լեզուները վերցրեք, հնդկական լեզուները վերցրեք, Հարավային Ամերիկայի, Զատկի կղզի լեզուն վերցրեք, չիներենը վերցրեք, բոլոր լեզուներում կան հայերենի մնացորդներ եւ հայերեն իմաստների մնացորդներ եւ ապացույցները։ Դրա համար, երբ որ ասում ենք զանգուն, զանգուն թուրքերեն նշանակում է տղմոտ, կեղտոտ կամ դեղին։ Եթե լավ փորփրես, այնտեղ էլ կգտնես հայերեն ինչ որ նախաիմաստ, ասել կուզեք, որ ամեն ինչի սկիզբը հայերենն է։ Անպայման, անպայման։ Մենք այսպես սուտ բան ոնց ասեմ մեկ կներեք բառը из ложной скромности որ ասում են ռուսները կեղծ անհամեստություն չանեք հա ասում ենք հա դե հայերենը հնագույններից մեկն է հնդեվրոպականի ամենահին ճյուղերից մեկն է ոչ ամենահին ճյուղերից մեկը չի հնդեվրոպական մայր լեզուն հայերենն էր Դե մենակ ասելով չի, պետք է ապացուցեք։
Թե թող ապացուցեն լեզվաբանները լեզվաբանական, այսպես ասած, ոլորտում, ես ապացուցում եմ անվանումների ոլորտում, որը թեկուզ, հա, այդ հրազդանը կամ ասենք Եփրատ գետի անունը։ Բոլոր լեզվաբանները միաձայն համաձայնվում են, որ որևէ հին միջագետքյան լեզուներից կամ բարբարներից մեկի բանն է, ծնունդն է։ Պուրատու կամ պրատ ձևերով, որը նշանակում է անալի ջուր, հա, քաղցրահամ ջուր։ Ճիշտ է, ակադերեն, շումերերեն, մնացած ասորերեն եւ այլն մնացած այդ բարբարներով լեզուներով պուրատուն նշանակում է քաղցրահամ ջուր։ Բայց որտեղից է առաջացել այդ լեզուներում այդ ձևը գետի։ Ինչից առաջացավ, ասենք, հենց այդ հնչյունների եւ ձայների եւ տառերի հենց այդ ֆորման կույտը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հայերենում կա տեղանվանաստեղծության մի հետևյալ ձև։ Պարզ է, որ յուրաքանչյուր գետը աղբյուրից է սկսում։ Եվ այդ աղբյուր բառը շատ դեպքերում հայկական տեղանունների սկիզբն է դառնում, արմատն է դառնում։ Աղբյուրաշեն, աղբյուրավան, աղբյուրագետ, աղբյուրատու գետը սղման պատճառով աղ մասնիկը շատ դեպքերում ընկնում է։ Ասենք հյուսիսային Արցախում էլ գյուղ ունենք, Բրաջուր է կոչվում։ Աղբրաջուրից մնացել է Բրաջուր։ Սղվում է, ոնց որ ավելի կարճանում է, բարբարային կամ որոշ լեզվաբանական այլ պատճառներով։ Աղբրատու գետը դարձավ Բրատու հայերենում։ Վաղնջական հին հայերենում։ Այդ հայերեն Բրատուն անունը գնաց հասավ Ասորեստան, գնաց հասավ Բաբելոն, գնաց հասավ Շումեր։ Հետո հետ դարավ բոլոր այդ լեզուների մեջ, թուրքերենում Ֆիրատ, արաբերենում Ֆրատ, հայերենում Եփրատ եւ այլն եւ այլն։ Մնացած աշխարհի լեզուներում մտել է այդ ձևով։ Եվ ոչ մեկ հայերից հատկապես տեր չի կանգնում, որ սա մեր հին հնագույն անուններից մեկն է։ Ու դա էլ է մոտավորապես, ասենք, 7-8 տարվա պատմություն ունեցող անուն է։ Այսինքն այսպիսի փաստերն են ձեզ ստիպում մտածել, որ Հայաստանից է սկիզբ առել աշխարհը, թե ոչ միայն այլ օրինակներ։ Ոչ միայն, իհարկե հայտնի է, որ չէ, ասում են Հայաստանն է կարծես եդեմական այգին, այ խնդրում եմ այս մասով, դուք միջև հաղորդումը շատ ավելի հետաքրքիր։ Այս մասով էլ իհարկե, ես ուզում եի ասեի, որ իհարկե մեր հնագետներն էլ շատ մեծ խոսք ունեն ասելու եւ ասում են, այնպիսի գտածոներ են պահվում մեր թանգարաններում, որ թեկուզ այդ Արենի կոշիկը, Շենգավիթյան, Լճաշենի նավերի, Փարպի նավերը շատ գտածոներ կան, որոնք որ ապացուցում են այդ բոլոր վաղեմությունը։ Իսկ ես տեղանունների ուրեմն մասով, այո, շատ հայտնի է, բոլորին աշխարհում հայտնի է, որ բիբլիական դրախտը Հայաստանն է։ Ավելին ասեմ, ամբողջ Հայաստանն է փոխաբերական իմաստով դրախտ, որովհետև դրախտային երկիր է, ավելի լավ պայմաններ ունի, քան մնացած հարևան ուրեմն երկրները եւ այլն, բնական պայմանները, բայց ավելին ասեմ, Հայաստանի մեջ էլ տեղայնացվում է դրախտը շատ կոնկրետ, այո, շատ աշխարհագրական, այսպես ասած, շրջանակների մեջ։ Ուրեմն մեր համարյա լեռնաշխարհի մեջտեղը գոյություն ունի բյուրակնի սարավանդակ ենք ասում, որը թուրքերը թարգմանաբար Բյունգյոլ են ասում։ Բյուրակն Բինգյոլ։
Բյուրակնի սարահարթից են սկիզբ դառնում թե Եփրատը, թե Արաքսը, թե Ճորոխը եւ թե Տիգրիսի որոշ ուրեմն վտակները, որոնք էլ հենց կազմում են դրախտի 4 գետերը։ Բյուրակնի սարավանդակը ուրեմն դրախտներ եւ մենք ունենք մի ավանդույթ, որը էլի այսպես ասած հավելվում է մի քանի տեղանուններով, մի շարք տեղանուններով։ Այսինքն կներեք, Ադամի, որ կարդում ես բանը, Աստվածաշունչը, Ադամի եւ Եվայի այդ շրջագայությունները, շրջագայությունները բինգյոլում ա եղել։ Բյուրակնում։ Բյուրակնում, այո, այո։ Երգը մի տեսակ որ մտնում ա մեջ։ Այո, այո, իհարկե։ Եվ ավելին ասեմ, Աստվածաշունչը ամբողջապես հայկական լեռնաշխարհում է։ Ինչ դու բացի իհարկե ավետյաց երկրի անվանումներից, որոնք որ Աստվածաշնչում բերվում են եւ ցիտատվում են, այդ առանձին մնացած ամեն ինչը հայկական լեռնաշխարհում է։ Ես ասեմ ձեզ, ուրեմն հետեւյալ պատմություններ կան։ Դրախտից վտարվելուց հետո, երբ որ Աստվածը Ադամին ու Եվային վտարում է դրախտից, հա, իրենց այդ դավաճանության պատճառով, այսպես ասած, դրախտից վտարվելուց հետո Ադամն ու Եվան ապրում են մի գյուղում, որը ցայսօր գոյություն ունի, Հարամիկ գյուղն է կամ Հարեմիկ, որը Հայկ Նահապետը կառուցել է իր ծորան համար։ Այսինքն մի հատ մտածեք, աշխարհի առաջին մարդիկ, ըստ Աստվածաշնչի, ապրում են մի գյուղում, որի պապն է սարքել իր ծորան համար։ Էն էլ ոչ ավել ոչ պակաս Հայկն է։ Էն էլ ոչ ավել ոչ պակաս Հայկը։ Այդ գյուղում մինչև 15 թվականը ապրում էին հայերը եւ բոլոր հյուրերին ցույց էին տալիս տունը, որտեղ ապրում էին Ադամն ու Եվան։ Ոնց որ Նախիջևանում մինչև 20-ական թվերը մինչև հայերի, այսպես ասած, վերջանալը այդ քաղաքում ցույց էին տալիս Նոյի դամբարանը բոլոր հյուրերին քաղաքի։ Ավելին ասեմ, Հարեմիկ գյուղի շրջակայքում երկու բլուր կան։ Մեկը Կայենի գերեզմանն է, մյուսը Աբելի գերեզմանն է։ Այդպես էլ կոչվում են Կայենի գերեզման, ավելի ճիշտ Սելիմորուկ եւ Աբելի գերեզման։ Մի քիչ էլ դեպի հարավ Ղամեկի լեռներն են։ Հիմա եթե ժամանակ տակ եւ թողնեք չկտրեք խոսքս, կարող եմ ժամերով շարունակել։ Այդ ամեն ինչը համ հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Համ էլ ինձ թվում է սա պետք է լինի աշխարհագրական գրագիտության սկիզբը, աշխարհագրական դաստիարակության սկիզբը։ Մենք ոչ միայն պատմությունը պարտավոր ենք իմանալ, հատկապես հայերս, հա, որպեսզի ապագան կարողանանք կերտել։ Մենք նաև աշխարհագրությունը պետք է իմանանք։ Այսինքն, եթե չգիտես պատմությունը, չէ, թեւավոր խոսքը չունես ապագա։ Այո։ Եթե դու չգիտես աշխարհագրությունը, ունես ապագա։ Չգիտես աշխարհագրությունը, չունես ողնաշար։ Ես այսպես ասեմ։ Քեզ ինչ ուզես դեմ կտան, էլի կտրտեն, որտեղ պարկես, որտեղ թեքվես, չգիտես ինչ անես։ Իսկ սա ողնաշար է։ Սա ողնաշար է, որով դու այ օրինակ որտեղով ասում են քո ինքնության սահմանները։ Այո, ինքնությունը, հենց ինքնության մասին է խոսքը, ազգային չեմ խանգարում։ Այդ ծպտուն թե հանեմ համել։ Չէ, հանեք, որովհետև խոսակցությունը մենախոսությանը երբ վերածվում է։ Հաստատ չի խնդրեմ, այդ իսկապես հետարքիր փաստեր եք ասում եւ դրանք լոկ այսպես կներեք ձեր երևակայության արդյունքը չեն, էլի, փաստացի։ Այո, այո։ Տեղեր եք ասում։ Սա աշխարհագրական տեղեր են, որտեղ կարելի է գնալ եւ համոզվել։ Այո, այո։ Եվ անունը մնում է։ Անունը, ասենք, նույն Հարեմիկ գյուղը, չէ, թուրքերը վերանվանել են։ Բոլոր գյուղերը վերանվանել են։ Ինչ որ 60-ական թվերին, 50-ական թվերին անցած դարվա ինչ որ անուններ հնարել են եւ տվել են այդ գյուղերին։ Բայց ոչ մի գյուղացին այդ անունը չի օգտագործում։ Երբեք։ Այդ Հարեմիկ անունը մինչև հիմա մնում է գյուղացու հիշողության մեջ, ել չեմ ասում, որ այդ գյուղացիներից շատերը նաև գաղտնահայ են, շատերի պապն ու տատը հայ էին, շատերի անկողնու տակ Աստվածաշունչ է դրված եւ այլն եւ այլն։ Անունը հնարավոր չի ջնջել։ Եվ անունը շատ բաներ է ապացուցում, շատ բաներ։
Թեկուզ օրինակ մենք այս շատ հպարտանում ենք եւ շատ ճիշտ բանով ավարայրի մեր հաղթանակով, որը հաղթանակ է Տղմուտ գետի ձախ ափին Տղմուտ գետի ձախ ափին եւ որը շատ երկար ման էին գալիս, շատ երկար ման էին գալիս։ Ավարայրը այնինչ գրեթե արդեն համոզված էին որտեղ է, ես պարզապես մի քիչ ճշգրտում մտցրեցի, որովհետեւ մինչեւ հիմա ավարայր գյուղ գոյություն ունի։ Մինչև հիմա այդ դաշտի բերանին, այսպես ասած, գյուղը, երկու գյուղեր են, վերին ու ներքին, կոչվում է Աբարա։ Այսինքն թուրքական ավարայերի բանն է, աղավաղումն է։ Արևմտյան Հայաստանում Պարսկաստանում, Պարսկա Հայաստանում։ Հասկացա։ Բայց էլի թյուրքական տարր այնտեղ ապրում, որովհետև այդ ազերի կոչվածներն են ապրում, Ղարաբաղ ցեղերն են ապրում, թյուրքական, ատրպատականը չհասած, պարսկա հայքը։ Այսինքն Իրանի այդ մասը, արևմտյան մասը պարսկա հայքը, արևելյան մասը ատրպատական։ Հյուսիս-արևմտյան մասը։ Հա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ատրպատականից էլ հենց առաջացել է Ադրբեջան անունը, որը այսօր շատ հաջողությամբ օգտագործում են մեր հարևան կոչվածները։ Ահա այդ նույն ավարայրը, ուրեմն այդ փոքրիկ դաշտը կոչվում է, հիմա տեսեք ինչ հետաքրքիր բան է, Օվաջիխ թուրքերը փոքրիկ դաշտերին շատ դեպքերում ասում են Օվաջիխ։ Օվաջիխը դա հովիտ բառի աղավաղումն է։ Հովտիկ, հովիտ։ Իսկ հովիտը դաշտն է։ Դրա համար միշտ պետք է յուրաքանչյուր թուրքական թվացող կամ քրդական թվացող կամ որևէ ուրիշ լեզվի թվացող անունը պետք է նախ եւ առաջ դնել պեղումների ժամանակ ոնց են գտածոն վերցնում են եւ վրձինով մաքրում են վրայի բոլոր ավազը, փոշին բանը, այդտենց տեղ անունը պետք է մաքրես ու վերջում կտեսնես որ քո հայերեն հնագույն վաղրջագույն անունն է մնում։ Եվ նման անուններ կան Չինաստանում, կան Դաղստանում, կան Իրաքում, Եգիպտոսում, արաբական երկրներում, շատ տեղերում, Անգլիայում։ Ավարայրի ճակատամարտ եղել է դեռևս երբ 451 թիվ, 5-րդ դար։ Ավարայ հիմի ներկայիս տարածք կա, որտեղ մենք կարող ենք գնալ եւ տարածք կա, դե փաստորեն հայերը գնում են։ Սուրբ Թադեի վանքը գտնվում է այդ դաշտի մյուս ծայրում։ Մի ծայրում Աբարա գյուղն է կամ Ավարայր գյուղն է, մյուս ծայրում էլ Սուրբ Թադեի վանքն է, որ ուխտագնացության շատ հայտնի կենտրոն է։ Ճիշտ է, հայեր չկան այդ կողքի գյուղերում, շատ քիչ են հայերը, ավելի ճիշտ համարյա չկան։ Մի քիչ դեպի հարավ, դեպի Թավրիզ գնալով հայերը շատանում են։ Բայց անունները մնում են, ասենք այնտեղ Թեղնուտ անուն կա, այնտեղ այդ Սուրբ Թադևոս անուն կա, այնտեղ շատ անուններ կան, որ մնում են եւ որտեղ որ կարելի է շատ հեշտությամբ գտնել հայկական տարբերակը։ Պարոն Բեգլարյան, տեսեք, դուք ոչ անդրադառնում եք, սա առաջին դեպքն է, որ ավելի sense համապարփակ անդրադառնում ենք ոչ թե հետ ջրհեղեղյան մարդկության սկզբին, այլ տեսեք ուր գնացիք հասակ, էլի Ադամ, Եվա, գյուղ ասեցիք, Հայկ, Բել, գերեզմանները կան, Հայկն ու Բելի իմիջիայլոց գերեզմաններն էլ կան։ Նախ եւ առաջ Հայկն ու Բելի մենամարտը, որը կատարվել է Այսինքն սա իրական է եղել, այո, սա ամբողջը իրական պատմություն է, Հայկի պատմությունը իրական է ապացուցվել արդեն խորենացու կողմից եւ հետո արդեն երբ որ խորենացուն էին ուսումնասիրում Ալիշանը, մյուսները, Ինչիճանը,
հայկի պատմությունը, հայկյան պատմությունը մեր հայկական պատմության մեջ դարաշրջանը որպես հստակ գոյություն ունի։ Ալիշյանը անգամ թվագրել է Քրիստոսից առաջ 2292 թվական օգոստոսի 10։ Եվ այդ մենամարտը կատարվել է այժմյան Հայկաբերդ կոչված կամ թուրքերը ասում են Թոփրակ Կալե, այսինքն հողաբերդ, բայց դրա իսկական անունը Հայկաբերդ է, որը Վան քաղաքից ոչ հեռու հոսող ուրեմն Խոշապ գետի ափին է, իսկ այնտեղ Հայոց ձոր գավառն է, պատմական մեր գավառը։ Այնտեղ ուրեմն Կիկլոպյան մեծ քարերով կառուցված բերդի մնացորդն է, որը Հայկաբերդն է, եւ որտեղ որ այդ մենամարտը կատարվել է, տեղի ունեցել ի նշումն իր հաղթանակի այդ տեղում Հայկը հիմնել է բերդ։ Հետագայում ինքը ծմահ ապրել է այդ շրջանում, Հայոց ձորում։ Եվ մահանալուց հետո ինքը թաղվել է ոչ հեռու այդ Հայկաբերդից, էլի դեպի մի քիչ հարավ, մի տեղանքում, որը ցայսօր, ուրեմն, ցայսօր ասելով հայերս մինչև 15 թիվը կոչում էին Գերեզմանք բլուրը, որտեղ որ թաղվել է Հայկը։ Այսօր նման բլուրներ անանուն են, որովհետև թուրքերը ոչ իմանում էին դրանց մասին, որ իրանք անուն ունեն, ասենք, կամ ինչ-որ պատմություն ունեն, ոչ էլ երևի անդրադառնում էին դրան։ Իսկ բլուրը կոչվում է Գերեզմանք, այնտեղ Հայկի գերեզմանն է։ Իսկ Բելին, մենամարտից հետո սպանված Բելին, ուրեմն տարել են Վանի մյուս ափը եւ Նեմրութ լեռան մյուս Նեմրութն է, սա այն Նեմրութը չի, որ Մալացիայի տակի այդ բանն հնավայրն է։ Վանի ափին էլի մի հատ Նեմրութ լեռ կա, հրաբուխ, որի ստորոտում Բելին են թաղել։ Ինչ գանձեր ունենք էլի Արևմտյան Հայաստանում, ինչ գանձեր ունենք հենց հիմա Արցախում, այս ինչ ժողովուրդ ենք, այս ինչ ֆենոմենալ ազգ ենք։ Գանձանվեր ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհին նվիրենք, տանկ։ Ուսես նստում ենք, հիանում ենք, համամարտկային նշանակություն ունեցող գանձեր։ Մենք Մասիսի նկարը կախենք պատից, մյուս պատից հիմա տատիկ պապիկի նկարն ենք կախում, ու վերջ, սրանով մեր հայրենասիրությունը սպառված է։ Դա իհարկե պարադոքս է։ Որպես գիտնական բացատրություն ունեք սրան, լավ։ Ես որ մտածել եմ իմ համար ինչ որ բացատրություն գտել եմ, չգիտեմ դա որքանով է ճիշտ, որտեվ ճիշտն ասած ոչ խորհրդակցել եմ, ոչ ուսումնասիրել եմ խորապես, առհասարակ մենք իրոք պարադոքսալ ազգ ենք։ Մի կողմից մենք աշխարհիս հզորագույն ազգն ենք, մյուս կողմից մենք ամենաթույլ չուլ կներեք ազգն ենք։ Պարոն Բեգլյան, թույլ տվեք այդ երկու ձևակերպման հետ չհամաձայնվել, թույլ չենք, չուլ չենք։ Անտարբեր ենք, այո, անջատված ենք, այո, չգիտեմ, դանակը ոսկորին պետք է հասնի նոր իրարկանք, այո։ Կներեք, ես էլ եմ։ Կներեք, էլի Ավարայրում էլ դանակը ոսկորին ասավ, Ձիրավում էլ դանակը ոսկորին ասավ, Սարդարապատում էլ, то որ մեկն ասես։ Արցախում էլ, Սումգայիթ, Բաքվում, Արաղավ, նոր ոտքի էլ ավես։ Իսկ արդյունքը։ Արդյունքն ունեցանք, հաղթանակ։ Շագրենի կաշի։ Շագրենի 94-ից հետո մի քանի սրիկաների պատճառով, ովքեր միացումը վերածեցին քաղաքական բլեֆների։ Մի քանի սրիկաների հենց սկսած 80-ականներից սկսած սրիկաներ գոյություն ունեին, որոնց անունը չգիտես ինչու ոչ մեկ այսօր չի տալիս։ Բոլորը Ռոբերտին ու Սերժիկին են քննադատում, ոչ մեկ չի ասում, որ դա ամեն ինչը Լևոնից սկսվեց։ Այդ մի կողմ դրած, բայց այդ նույն սրիկաները Տիգրան Մեծի ժամանակ գոյություն ունեին, այդ նույն սրիկաները երևի թե Հայկի ժամանակ գոյություն ունեին։ Փաստը մնում է փաստ։ Մենք սրանից 7000 տարի առաջ ենթադրենք, հա, շատ չասեմ, 7-8000 տարի առաջ, երբ որ արդեն այսպես ասած պատմական շրջանը մտավ ասպարեզ Հայասա, Արատտա, Շումեր եւ այլն, այդ շրջանում Հայաստանի տարածքը 800,000 քառակուսի կիլոմետր էր, այսօր մեր տարածքը 30,000 քառակուսի կիլոմետր չի։ Ինչ եզրակացություն պետք է անես։ Ուրեմն այն ժամանակ ավելի հզոր էինք, հիմա ավելի թույլ ենք։ Այդ թվերը դաժան են, հա։ 18 թվին Սարդարապատ ունեցանք։ Արդյունքը Կարսի կորուստ, Արարատի կորուստ։
90-ականներին փայլուն հաղթանակ ունեցանք Արցախում, փայլուն սուրու թվանքով տանկերի դեմ դուրս եկած հաղթանակ ունեցանք։ Մոնթեի ու Լեոնիդ Ազգազյանի նման տղաներ ունեցանք։ Արդյունքը այսօր մի վիժվածք, որը ամեն ինչը վարի տվեց։ Ուրեմն թույլ ենք, ուրեմն պետք է մտածել, ուրեմն պետք է Շահան Նաթալի կարդալ, որը ասում է պետք չի թուրքին քո զանգակատան կտուրից նայել եւ քեզ ավելի բարձր տեղ դնել։ Գնա թուրքից սովորի։ Զրոյից պետություն է ստեղծել։ Ուրիշ օտարների հողի վրա։ Քո եւ հույնի հողերի վրա պետություն է ստեղծել, որը այսօր աշխարհի 20-յակի մեջ մտնում է հզորությամբ։ Գնա սովորի։ Իսկ մենք ամենախելոքն ենք, հայտնագործել ենք գունավոր հեռուստատեսություն, մասնակցել ենք առաջին երկրագնդի առաջին բանի Արբանյակի ստեղծմանը, այս սրան, են նրան, Հայաստանում ոչ մի բան չենք անում։ Հայաստանում դուրս ես գալիս հրապարակ, հանրապետության հրապարակ, եւ ասֆալտը ամաչում ես քո Ռուսաստանից եկած հյուրին ցույց տալ։ Խայտարակություն։ Մի անձրևա գալիս պարալիզացվում է այս քաղաքը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ինչ անես։ Մի կողմից համաշխարհային խնդիրներ ենք լուծում, աշխարհին ապացուցում է, աշխարհին ցույց ենք տալիս, ուսուցանում ենք աշխարհին ինչ անել։ Այ վերջերս վերջապես Հռոմի Պապը 15 թվականին, 100-ամյակի ժամանակ նարեկացուն շնորհեց այդ սրբադասեց աստվածընկալ ուսուցիչ նման ինչ որ չեմ հիշում ձևակերպումը, այսինքն մեծարեց որպես ուսուցիչ, որպես մարդկության ուսուցիչ, տիեզերական ուսուցիչ։ Եվ մենք ինչ արեցինք 15 թվականին, մեր եկեղեցին ինչ արեց։ Մեր եկեղեցին սա ամբողջ աշխարհին ցույց տվեց, այսինքն ափի վրա ցույց տվեց, թե քրիստոնյան ով է եւ ինչ պետք է լինի։ Ինչ արեց։ 1915 թվականի մեր 1.5 միլիոն զոհերը բոլորը հո լավ մարդիկ չէին։ Մեջները վատ մարդ կար, մեջները գողո ավազակ կար, մեջները դուրս ընկած կանայք կային երևի թե, մեջները կաթոլիկ եւ բողոքական եւ մուսուլման հայեր կային։ Մեր եկեղեցին 2015 թվականին 1.5 միլիոնը սրբադասեց առանց որևէ խտրականության։ Ցույց տալով աշխարհին, թե քրիստոնեությունը ինչ է, դուք ամբողջ Հռոմի Պապ եք ձեզ հրճակել, Վատիկանը հրճակել եք քրիստոնեության կենտրոնը աշխարհում, դուք չգիտեք քրիստոնեությունը ինչ է։ Հայերը գիտեն, հայերը ձեզ սովորացնում են։ Բայց հայերն էլ մոռացել են, որ նախաքրիստոնեական ինչքան պատմություն ունեին եւ ժառանգ ունեին հայերս։ Այ այդ ամեն ինչը այդ պարադոքսն է, մեր հակասությունների կծիկ եւ այդ հակասությունները երևի թե այն նրանից է գալիս, որ շատ մեծ առաքինություն ունենք եւ շատ դժվար է առանց որևէ թերությունների դա ի կատարածել։ Գուցե դրանից է գալիս, ես չգիտեմ։ Գուցե իսկապես խնդիրը ավելի պարզ է, որ մենք չգիտենք մեր աշխարհագրությունը։ Մենք չգիտենք, այո, որտեղից են գալիս։ Որտեղից են գալիս։ Ասում ես, ասենք 15 նահանգները, ասում են, էլի գնացին ընկան Տիգրան Մեծի ջրերը, դու քեզ պետք է ծովքնու, չգիտեմ եսի ինչը։ Ձեռ են առնում։ Նույնիսկ այստեղ էլ սխալ կա։ Ասենք հենց մեծ հայքի մասին ես խոսում, բոլորը ասում են Տիգրան Մեծ։ Ախպեր ջան, Տիգրան Մեծի կայսրությունը մեծ հայքի կայսրությունից 400 տարի առաջ էր։ Տիգրան Մեծի կայսրությունը մեծ հայքը չէր։ Տիգրան Մեծի կայսրությունը էդ էլ աշխարհագրության չիմանալն է։ Տիգրան Մեծի կայսրությունը Կոնստանդնուպոլսից տարածվում էր մինչև Քաբուլ, մինչև Աֆղանստան։
Ոչ մեկ չի ուսումնասիրում եւ ոչ մեկ ուսումնասիրելու բան էլ չկա, որ ասում են փղին չտեսանք։ Երբ որ Տիգրան Մեծը հաղթանակեց պարսկական բանակին, ինքը ստացավ նաեւ արքայից արքա տիտղոսը պարսիկներից, պարսից թագավորից։ Իսկ արքայից արքա տիտղոսը այլոց թվում նշանակում էր այն ժամանակվա միջազգային իրավունքի այսպես ասած դաշտում, նշանակում էր, որ պարսկական թագավորի բոլոր տիրույթները անցան Տիգրան Մեծին, այսինքն Աֆղանստանը, Պակիստանը, այսօրվա Գեդրոսյան, բոլոր այդ Հռոմեականը վերջանում էր, մերը սկսում էր, էլի։ վերջացավ գնաց, բայց նույնիսկ հայագիտությունը վախենում է, չէ, սահմանափակում են Տիգրան Մեծի կայսրությունը միջագետքով եւ որ հանգարտ էսօրվա խոշորները բան չասեն։ Հանգարտ բան, ամբողջ Իրանը Հայաստանի կազմում էր։ Աֆղանստանն ու Պակիստանն էլ չասեմ, դրանք երկիր չդառան էլ տեցել։ Իսկ մենք չգիտենք դա ու չենք էլ ուզում իմանանք։ Ու գիտեք ինչպես, երբ որ խոսում ես, ասում են, պատերազմ չհրահարել։ Ես չեմ հրահարում պատերազմ։ Այսօրվա իմ առաջին բարեկամը պարսիկն է։ Բայց չիմանալ, որ Պարսկաստանի այս մասը մտել էր Հայաստանի մեջ, որ այնտեղ հայկական տեղանուններ կան, որ այսպես պատմություն է եղել եւ այլն, բայց չիմանաս, ուրեմն դու ով ես։ Էս ինչ ներքին վախ կամ անհանգստություն։ Այդ եմ ասում։ Ու ֆենա, Ռուսաստանի գենշտաբում կան, չգիտեմ, հանգարց Ալիևի ականջը չընկնի, այ մարդը տենց կտրտեք էսի sense։ Հիմա քարտեզը Արծվաշենը վերցեն գելա այս կողմում, այդ ասել է, հա։ Հիմա քարտեզը, որը ես 30 տարի կռիվ էի տալիս, ճակատս էի տալիս, որ Արցախի հետ միասին 40,000 քառակուսի կիլոմետր, հիմա դրա համար կարող է նստես։ Ոնց պատերազմ ես հրահարում, չի կարելի, բա որ կրակեն։ Հետո դե սրանց այն բանի ժողովուրդը լավ խոսք ունի, չէ՞, պուպուի ու բնի պատմությունը։ Հա։ Հիմա ջայերով երթի վրա բարթեցին, Այո, մինչև մի ամիսա կրակում են։ Հա, չէ, կապեցին դրա հետ, Հա, կրակել է, այո, իրանց այո։ էշ խելքով իրանց թվում է, ասենք, ստեղել մարդիկ տգետ են իրենց պես, էլի։ Այո։ Ում եք եկել, էլի, ասենք։ Շատ կներեք, բայց Ադրբեջանի դրոշը վառվում է սկսած 20 թվականից ու լավ է անում ու ճիշտ է արվում։ Ես էլ դրա հետ մեկտեղ մի քանի դրոշներ կվառեի այդ օրերը։ Ինչի մասին եք խոսում։ Չէ, հետո գիտեք ինչ, այդ համացանցումից գրում են բան, այ խելոքներ դրոշ այրելով, հա, մենք պատմությունից վրեժ ունենք հանելու։ Հա, Խաչիկ Դաշտենցն է, չէ՞ ասում, չէ, Գևորգ Այո։ Սասունցիների պարը։ Հա, վրեժ կա մեր մեջ։ Մեր տղեկի արյան հայ պետք է հանենք այդ, պետք է վառենք էլ, պետք է անել, որտեղ այդքան տոլերանտ լինելու հետևանքն է գուցե, էլի, տենց բոլորին հարմարվելու։ Գուցե եւ դա, որովհետեւ 90-ականների մեր տղաներին հիշելով եւ համեմատելով այսօրվա մեր տղաների հետ մի քիչ հիասթափվում եմ։ 90-ականների տղաները լուրջ եմ ասում, այսքան դանակով պատրաստ էին, ասում էին հելեք ցույց տվեք, տանկը ուր է գնա։ Եվ հետո մի շատ Մեջ այդ կներեք էլի պարոն Բեգլարյան, եթե վրեժ չկա, դու եթե հայ ես։ Բա էլ ինչի համար է Ոչինչ չլինի միայն ցեղասպանությունը հերիքա որ դու վրեժով ապրես։ Այո, Հրանտ Մաթեոսյանն ասում էր, եթե հիշում ես, ուրեմն վառվում ես, ուրեմն մարդ ես, չէ ուրեմն անասուն ես։ Վերջ։ Եվ ինչի համար ես դու ապրում։ Ազգը, հայ ազգը, ինչի համար է ապրում։ Պետությունը հայկական, ինչի համար է ստեղծվել նորից վերստեղծվել։ Իրանը այսօրվա նպատակներ ունի, Թուրքիան նպատակներ ունի, Ռուսաստանը նպատակ, Հայաստանը ինչ նպատակ ունի։ Քաղաքացի դառնալ։ Մենք ազգից վերածել ենք քաղաքացու։ Մենք քաղաքացու օրն ենք նշում։ Մենք Սարդարապետի օրը մոռանում ենք, մենք մայիսի 28-ին մոռանում ենք Նժդեհի մոտ գնալ Սպիտակավոր։ Մենք քաղաքացու օրն ենք նշում։ Գևորգ Էմինը մի շատ այսպես հոգու ճճի նման մի խոսք ուներ ասելու, որը շատ եմ հավանում, բայց չկա, առայժմ չկա դա։ Ես հոգնել եմ հայոց հարցից, հայոց պատասխանն եմ ուզում։ Այդ հայոց հարց, հայոց պատասխան 90-ականներին կար արդեն է կար։ Ժնև, Փարիզ, Ինչի դարձրեցինք, մխսեցինք լրիվ։ Ես շատ եմ առնչվել 2000-ական թվականներին եւ 90-ական թվականներին,
մի քանի տենց հանդիպումներ, միջազգային ինչ-որ գործունեություններ եւ այլն թուրքերի հետ եմ առնչվել։ Թուրքերի հետ։ Չես պատկերացնում, անկեղծ հարգանք կար իրանց մեջ։ Ասում են դուք հաղթել եք։ Դուք պատերազմել գիտեք։ Դե իրանք մոռացել են, ես իրանց հիշացնում էի, որ կներեք, բայց դուք գնացեք ձեր 18 թվի բաներին, փաշաների ու հրամանատարների օրագրերը բացեք, որ հայից փախչելա պետք կռվի դաշտում։ Հեյդար Ալիևը ոնց էր ասում, հայերի հետ կռվել հնարավոր չի, թողեք ես կանեմ ընենց, ոնց որ իրար կուտեն, արեց էլի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Բեկլարյան, այդ պարադոքսն է։ Փորձենք ամփոփել էլի, թշնամին այսօր էլ մեր ներուժը գիտի ու գուցե վախենում է, կամ ձեր մասով, ինչ որ կան քարտեզներ, որոնցից իսկապես սարսափում է, եւ բ մենք ինչ անենք, լավ։ Ասեմ, այդ դրա պատասխանները ես շատ հստակ ունեմ։ Այո, մենք աշխարհի, չնայած իմ հենց նոր ասածների, մենք աշխարհիս հզորագույն ազգն ենք եւ հզորագույն պետությունը եւ մեզնից վախենում են չասեմ ազգության անունը, բայց մեզանից վախենում են հայտնի ազգը, որը որ ֆինանսականորեն տիրում է երկրագնդին, մեզանից սարսափում է։ Ոչ թե վախենում է, սարսափում է եւ իրա ուրեմն սանիկ թուրքերը եւ թուրքերի սանիկ ադրբեջանցիները եւ ադրբեջանցիների սանիկ փաշաևները այդ ամեն ինչից սարսափում են։ Դրա համար անընդհատ փորձում են անընդհատ մենք մեկ էշիականջում քնած ենք, իրանք գործ են անում մեր դեմ, որովհետև իրանք վախենում են։ Այդ նույնն է, այո, ոնց որ ասենք, չգիտեմ, մրջունները կամ մուկները փղի դեմ ինչ որ մի գործողություն սկսեն։ Պարզա որ 40 տարի պետք է գործ անեն, որպեսզի փիղը գոնե ինչ որ մի բան զգա, չէ՞։ Հա, բայց մեր ռեսուրսն ու իրաց ռեսուրսը ինչի՞ց են այդպես վախենում։ Մյուս կողմից էլ մենք այդ պարադոքսալ մեր անխելքությունը սեփականից ուրանալը, սեփական եւ բ հարցին ենք անմիջապես անդրադառնում, այո, սեփական ելքը սա է, սեփական պատմությունը ոչ միայն իմանալ, այլ դաս քաղել դրանից։ Սեփական աշխարհագրությունը ոչ միայն իմանալ, այլ չվախենալ դրանից, որ ծովից ծով Հայաստանը դա լոկ հեքիաթային բան չի, բանաստեղծային ինչ որ եզրույթ չի։ Դա ճշգրիտ աշխարհագրական եզրույթ էր, սև, կասպից եւ միջնադարյան ծովերից ծով։ Հայաստանը ուներ նավահանգիստներ բոլորի 3 ծովերում, Հայաստանը ուներ նավամերձ շրջաններ բոլորի 3 ծովերում, Հայաստանը ունի եւ պատմականորեն պետք է ունենա այդ բոլոր 3 ծովերի ելքը։ Հայկական նպատակն եք ուզում, հայկական նպատակը պետք է լինի, որ մեր պետությունը պետք է 800,000 քառակուսի կիլոմետր դառնա։ Դա պետք է հրճակվի նպատակ։ Դա պետք է հրճակվի նպատակ։ Ազգային։ Մենք վախենում ենք, որ թուրքերը մեր վրա կհարձակվեն։ Թուրքը այդքան ապուշ չի։ Թուրքը հոյակապ գիտի, որ հայի նպատակը արևմտյան Հայաստանի վերադարձն է։ Եվ որ Հայաստանը դրա մասին չի ասում, դա չի նշանակում, որ դա իր նպատակը չի։ Եվ եթե մենք դա ասենք, դա չի նշանակում, որ վաղը Թուրքիան մեր վրա հարձակվելու է, որովհետև մենք հրճակել ենք այդ նպատակը։ Հակառակը, եթե մենք նման նպատակ չհրճակենք, մենք վաղը մյուս օրը այլևս ազգ չենք լինի։ Մենք լինելու ենք քաղաքացի, ոնց որ սովետական ժամանակ մենք 70 տարվա մեջ գրեթե ջնջվել էր։ Գրեթե ջնջվել էր, մի 10 տարի էլ շարունակվեր սովետական միությունը։
Ղարաբաղի պատերազմ չէր լինի։ Արցախյան պորտկում եւ շարժում չէր լինի։ Եկե մտել էին արդեն մեջն էստեղ մի քանի տարի հետո եւի գործկոմի Մասիսը բանը լցրել էին Ամասյան, լցրել էին Սևանի Ենափը, Վարդենիսը, լցրել էին Կապանը, լցրել էին եւ այլն եւ այլն։ Իսկ մենք ոչ մի բան, մենք պետք է հստակ քայլեր ձևակերպենք ամենասկզբից ծնվելուց մինչև մահ յուրաքանչյուրիս եւ ազգիս։ Պատմություն, աշխարհագրություն, ռազմագիտություն, հայրենական դաստիարակություն, ինքնագիտակցություն, հայրենաճանաչություն, նորածին երեխեն ճանաչում է, չէ՞ իր մորը։ Ինքը կարող է 10 հոգուց ճանաչել իր մորը, չգիտեմ, ինչ որ ալիքներով, հա, հոտով, չգիտեմ ինչով, բայց նորածին երեխեն ճանաչում է իր մորը։ Մենք դառնում ենք 40-50 տարեկան չենք ճանաչում մեր մորը։ Բա մեր մայրն է, չէ՞, այս հայրենիքը։ Մեր հայրն է, չէ՞։ Չենք ճանաչում։ Իսկ քարտեզներ կան կոնկրետ, որ քարտեզներ վախենում են դրանից։ Այսպես ասեմ, ուրեմն աշխարհի հատկապես Մեսիո Ադրբեջանը։ Ուրեմն պատմությանը եւ մարդկությանը հայտնի առաջին քարտեզները քրոնոլոգիապես վրան Հայաստանը կա։ Կա Ասորեստան, կա Բաբելոն, կա Շումեր, կա Եգիպտոս, կա Հայաստան։ Չկա Թուրքիա, չկա Արաբիստան, չկա Քրդստան, չկա Ադրբեջան եւ չի էլ կարող լինել։ Ինտերնետում կամ որևէ թանգարաններում, գրադարաններում եւ այլն յուրաքանչյուր եվրոպական յուրաքանչյուր քարտեզ որևէ դարաշրջանի, որի վրա մատը դնես, վրան Հայաստանը կա։ Չեք հիշում Կոդ դա Վինչի կինո կար, չէ՞, որտեղ որ ինչ որ այդ գիտնականը այդ աղջկա հետ փախչում են իրենց հետապնդող, չեմ հիշում, եկեղեցականներից, թողի չգիտեմ ումից, չէ՞, եւ մտնում են այդ բան Վատիկանի տաճարը, բանը գիտնականը ասում է՝ «Уйдем через Армению»։ Տաճարի պատերին քանդակված է այդ ժամանակվա տաճարի ստեղծման ժամանակվա քարտեզներ, որոնք որ ստեղծել են այն ժամանակվա քարտեզագիրներ։ Եվ դուռը ընկնում է Հայաստանի վրա։ Եվ գիտնականը դա հոյակապ գիտի։ Այսօր էլ է այդպես։ Уйдем через Армению, այսինքն դուռը Հայաստանի մեջ է։ Պատին քարտեզ է, որտեղ որ Հայաստանն է, այնտեղ դուռն է։ Աշխարհի դուռն ենք մենք։ Եվ փաստորեն այլաբան իմաստով, հա, ալեգորիկ իմաստով, այո, աշխարհը սկսվել է Հայաստանից եւ այդտեղ վերջանալու է Հայաստանում։ Այսպես ասեմ, եթե Հայաստան չլինի, աշխարհն էլ չի լինի։ Երկրագունդը երևի չի լինի։ Պարոն Բեգլարյան, շնորհակալություն։ Չափազանցություն ձեզ ամբիոնի համար, հետաքրքիր զրույց էր։ Ես հուսամ, որ դուք առաջիկայում ժամանակ պարբերաբար տրամադրեք եւ կյուրընկալվեք, որպեսզի բացահայտենք ձեր շնորհիվ նորանոր գաղտնիքներ, նորանոր հետաքրքիր տեղեկություններ մեր ինքնության մասին։ Դու ավելի ես ամրանում, ավելի ես հաստատում կանգնում քո արարչական, քո սուրբ հողի վրա, իմանալով քո անցյալը, քո աշխարհագրությունը, քո տեսակը եւ քո ապագան միանշանակ։ Շնորհակալություն բարեկամներ, սա Life Armenia YouTube ալիքն էր, մեզ հյուրընկալվել էր քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանը։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։